Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Երեք հաղորդում չէի արել, մի քիչ գործեր ունեի, ուղղակի ցույց տվեցի ձեզ հատուկ բուսաբանական այգին, ինչի համար, որ տեսնեք մարդիկ ոնց են պահում իրենց բուսաբանական այգին, իսկ Հայաստանում բուսաբանական այգին կտրտում եւ այլն վերացնում են եւ փորձում են ասել կտրել ենք, որ նորը տնկենք, սա հիմարության ամենամեծ գագաթնակետն է։ Ոչ մեկ չի դնում 100-ամյա ծառերը կտրում, նորը տնկում։ Այլասերվածության գագաթնակետը Հայաստանի ղեկավարության կողմից։ Ինչպես նաև սուտ ձև տված ընտիմության, քանի որ երկուսն էլ իրար հետ նույնն է։ Անցնենք մյուս հարցին։ Ես ուզում եմ կարճ անդրադառնալ ազգային ժողովում տեղի ունեցածին, ոչ մեկ ռիսկ չի արել անդրադառնալու պատասխան տալ, ես ասել եմ, չէ, Հայաստան դե ոչ մեկ չգասի տղային, ասեցի, Սև Հովազի պահով հայտարարություն ասեք, 0 Կանգնավ ազգին, ասեց ով մեզ թուրք ասի, Արսեն Ջհուդի Լամուկը վիժվածքը Ռուսաստանի ուղարկած ջոկեր է, սիֆիլիս հիվանդությամբ արդեն ջանն ա տալի 30,000-ից ավել հայ սպանած Արսեն Թորոսյանը, ասեց ով որ մեզ թուրք ասի, վիրավորելու համար, նրա մերն էլ, հերն էլ, լավն էլ։ Ուրեմն Արսեն Թորոսյան, ես ամենայն դեպս իմ անունից եւ ինձ սատարող եմ մարդիկ, որ իմ հետ են, պաշտոնապես դու ասիր, պաշտոնապես պատասխան եմ տալիս, դուք թուրք եք, իսկ ով որ փորձում է ժողովրդին մեր հեր լավ կրվի, ես նրա հերն էլ, մերն էլ, կնիկն էլ, երեխեքն էլ, սաղ ու սատկացն էլ, գերեզմանն էլ, հարազատն էլ, բարեկամն էլ, թիմն էլ, իրանց ընտանիքով երեխեքն էլ, այս հենց է պատասխանել լինելու, ու դու իմացի, որ դու կախաղան ես ելնելու, դու հրապարակում պետք է կախաղանել ես Չաուշեսկու նման, դու Չաուշեսկու ճակատագրին ես արժանանալու, որպես Հայաստանում հայազդի սպանության համար մեկ գլխավոր մեղավոր Ռուսաստանի կողմից նշանակված շպիոնական ցանցի ղեկավար, Հայաստանում 30,000 կորոնայից եւ զինվորների սնունդը եւ ամեն ինչը փոխանցող քո նախարարության ժամանակ զորքերին թունավոր իսրայելական սնունդ տալու եւ մի շարք գործերի համար, ինչպես նաեւ դու մասնակցություն ես անմիջապես ունենում օրգանների վաճառքին հայ ժողովրդի։ Արսեն Թորոսյան, դու չես փստալու, դու պետք է կախվես, որ երկիր գնացին, իշխանությունը փոխվավ, այդ երկիրը քեզ չներկայացրեց, այդ երկիրը թեքելու է ցանկացած միջազգային տեղ մեղադրվելու է մարդասպանին, օրգանավաճառին, այլասերվածին պաշտպանելու համար, հələ դու տես թողել այդ քո Ռուսաստանը քեզ պաշտպանի։ Հələ դու տես ինչ կգա Ռուսաստանի գլխին բոլոր տեղեր։ Հաջորդը ինչի մասին ուզում եի անդրադառնալ, ուզում եի անդրադառնալ այն մարդիկ, ովքեր գորգռում են իրանց ճղում են ազգի համար, մարդիկ է հիշողությունները կարճ, ասում են, վայ ախպեր ջան, ես իմացա լավ մարդ է։ Ուրեմն ձեր այդ կուսակցությունների մեջ, որ իրար վազում եք, իրար պաչիկ-պուչիկ եք անում այստեղից այնտեղ։ Աննա Գրիգորյան, Թակուի Թովմասյան, դուք եղել եք ՔՊ-ի անդամ։ Այդ ոնց եք տառը հակա-ՔՊ, հա, տենց ոնց ալնում։ Այդ ոնց որ մարդը ծոցը սիրացել ձեռ հետ պահես, հետո թռնես սիրացիդ մոտ, բայց ձեռ հետ մարդուդ վրա էլ խոսաս։ Չես ամենայն լրջությամբ եմ ասում, ոնց ա լինում։ Ոնց ա լինում Աննա Գրիգորյան, որ դու ՔՊ-ով գալիս ես, միանգամից հոп անցնում ես Քոչանական, ու քեզ ընդունում են, այդ ոնց ա լինում։ Թակուի Թովմասյան, այդ ոնց ա լինում, Նիկոլի համար երրանկյունի այդ գնչուական դիմագիծ այդ երրանկյունի ապուշ դեմքդ Վարդենիսից բերած։ Դու եկել ես, ասում ես, ես 3 հատ տուն ունեմ, պետքա 4-ին, 20 տարեկան լրագրող եմ աշխատել, եկա հորթ ես, 26-ում տուն եմ առել, 20-ին 28-ում կառնեմ։ Խնդրում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Թակուի Թովմասյանը եկա էշի մորթ հայա։ ՔՊ-ով եկել է, հիմա էլ Քոչանի հետ աղբերություն անում։ 20-ից 26 տարեկանում Հայաստանի Հանրապետությունում լրագրող աշխատած մարդիկ։ Այդ ինչքան փող եք առել, որ տուն եք առել, հարց եմ տալիս բոլորիդ։ Լրագրող ես աշխատել, տուն ես առել, հենա բոլոր պուտանկեքը կգնային լրագրող կդառնային, որ տուն առեն, պուտանկեք կան շատ, ես եմ 10 տարում են տուն առել։ Եթե դու լրագրող ես աշխատել, ուրիշ բան չես աշխատել համատեղ, դու ոնց ես ասում ես 3 հատ տուն եմ առել։ 100 տարի Հայաստանում աշխատել ենք ամենաբարձր աշխատավարձով, որը 24 ժամ ա եղել աշխատել ենք։ Այն ժամանակ որ Հայաստանում աշխատավարձը 50-60 հազար էր, 150-ից 250 հազար, 250-ի ժամանակ 400-500 հազար աշխատավարձով ենք աշխատել, բայց մենք չկարողացանք տուն առնենք 2-3 հատ Թովմասյան Թակուի։
Այսինքն այլասերված եկել եք Նիկոլի տակեր պլավնի անցար Նիկոլի դեմ։ Դու այն մյուս այս Սոֆիակային ուլի դեմքով հիմա այս Աննա Գրիգորյանը հենց միայն խափանցի դերերի մեջ եւ այլն, արա դուք ինքնասիրություն ունեք, նույն այն Նիկոլի ոչխարը, որ երկում էր Երևան, դարձար, բաղաձայն դեմից երկող Թակուի Թեմինե Վարդանյանը Սերժի հետ տակով անցավ, Նիկոլի սեր, այ մարդ էս ինչ եք անում։ Էս ինչ եք անում, Հակոբ Ասլանյան, դու Նիկոլի համար մարդ նստեցրիր։ Քեզ որ վիրավորել էին թուրք Նիկոլի դեմ մարդ նստեցրիր, այ քոր լրպի տղա, այ վիժվածք, դու քո թլիկ գոմիկ գլխին սարքած ձեր թեմով Աղազարյան հովիկով։ Դու հիմա ո՞նց ես ընդդիմություն խաղում։ Գեգամ Նազարյան, հենց սկզբից ասում եք, դու այն լրպի տղան ես, որ քո երեխեքին, քո ընտանիքին այնքան չես սիրում, որ զոհ ես տալիս հանուն նրա, որ դու լավ զգաս, քո տղեն զոհվել է Արցախում հերոս տղա, դու լրպի տղա ես, դու աղջկատ քավորը Նիկոլն էր, այդքան տարի Նիկոլ քրֆիր, մի գիշերվա մեջ ելար դառար բան Նիկոլական, այս սենց են Ժողովուրդ ջան, հատ ասում եմ ձեզ, հաջորդ ոչխարը, Շիրակ Թորոսյան հաստագլող, Շիրակ Թորոսյան ամբողջ կյանքը թե չանը տարած երրանկյունի դեբիլ դեմքով իբր ջավախքն ես ներկացրել, Սերժի տակ մտած լմլմցնելով ջավախքը իբր ներկացրել, ոչ մի բան չես խոսել, պլավնի Սերժը որ պտի եթար, Սերժը ասես մտի Նիկոլի թեմ, մտել ես էլի նույն դեբիլ հայացքով, ոչի շիփով եմ մոտդ, մենակ մազերը տա սպիտակի ու կնճիռներ տա կաշիի պես շատացել, ու էլի չկասել մի բան է գովեր քվում ես, արա սենց ոնց ալնում Ժողովուրդ ջան, ոնց ալնում որ բոլորը շուշու թեմ են փոխում, բայց ազգի համար ավելի լավն են, քան մյուսները։ Հաջորդը Սերգեյ Բագրատյան, ախր դու թափով դոդի տականից էր չռված նստել, որ դոդը ջանդեկով նստել էր բենիդ, տակից չէր ելում, այդ ոնց տարար Նիկոլական։ Բալավ դոդին տարան բռնեցին, իրա թիմից էր եղել, մտար Նիկոլի հետևը, բայց ասեր ախպեր ես մարդուն ուր եք բռնում։ Չէ՞։ Ինչի եք բռնում ես մարդուն, ախր ես իրա տան եղածով եմ ապրել, ես իրա տված փողով եմ ապրել, ստե դոդին չեմ պաշտպանում, բայց ճշմարտություն եմ ասում, դու այդ մարդու թիմից էիր, չէ՞։ Այդ մարդու թիմից էիր, իր համար հետևը ճղը շինել էր աստղադիտարան։ Չէ, ինչ ասես, գոռում էիր Ծառուկյանը, այդ ո՞նց եղար եկար ստե։ Ու սենց լավա Բաբուխանյանի չեք բերե այ մարդ։ Հայք Բաբուխանյանին է բերեք լրիվ կռուկը կֆռար։ Էլ չեմ ասում, որ շարունակության մեջ էլ չեմ ասում, որ այն մնացածը ապրանքների պես, ըստից ընդեղ Քոչարյան Անդրանիկ կամ մյուսներ գեներալիտետ եւ մնացած ու մորոք եք պոստ ստացել։ Ու մորոք եք նախարարներ աշխատել։ Այս դեբիլներ են Դավիթ Անանյան, Նիկոլի հարկայինի պետներ փնթի հելեյմի պետության դեմ։ Ժողովուրդ հիշեք, այս այլասերվածները բոլոր խախում են։ Բոլորը սրանք Հայաստանի կործանման համար իրենց կնոջը երեխային կմտցնեն մորը Թուրքի ռուսի ջուդի տակ, իրենք էլ առաջինը կմտնեն, միայն թե իրանց դավաճանությունը չբացահայտվի։ Բոլորը բացահայտելու։ Էլ չասեմ մնացած խոսակցություններ, որ Քոչարյանի փոքրիկ էս ինչ այ մարդես ինչ եք սարքել։ Լյովիկ ընդե քրֆես թռավ, դու Քոչարյանի փոքրիկ չեք ամաչում արա։ Դուք խոր լակոտ չեք, ազգային ժողովում, ես որ ասում եմ ճիշտ եմ ասում, ինչքան փողոց դուրս չեկած լրպի տղական, նարկոմաններ, այլասերվածներ, ԼԳՏՊ, արվամոլներ բոլոր թիմերից ելել եք իրար դեմ այ մարդ։ Ինչի համար եք կռվում արվամոլության, որ գնաք կաբինետում սիրեք։ Աղման Հովսեփյանն էլ են անգամ գորգռում գնաց նկարեցին լրագրողները ոնց է գորալուց 10 րոպե հետո փաթաթված ալենի կանյակ խմում։ Դաշնակը տես չի։ Իրար հետ գնում եք, բանը լույսերից լուլուի հետ գնում բաներ եք կախում, ես եմ գառնիկը գնում լուլուի հետ բաներ ա կախում, խաղեր եք տալ, իրար ծոց եք քնում, ոտու գլուխ եք քնում, թե կիլկի եք քնում, թե 69-ն եք քնում, էլ ոնց բացատրեմ ձեր մասին։ Սենց այլասերվածներով եք եկել Հայաստանը կանդելու, չի ստացվելու, ով որ հիմա նաև տարածում է լուր, թե Հայաստանը կործանվելու, ինքը չարաչար սխալվում է։ Թող ռուսական պրոպագանդայի տակից դուրս գա։ Որովհետև դուրս չգալու դեպքում իրան հենց այդ պրոպագանդան է վերացնելու, հիշեք։ Հայաստանը պետք է դառնա միութենական հանրապետություն, չէ՞ մի չէ, Քոչարյան։ Նիկոլը գնաց է այստեղ Երևանում ինքը փախած արդեն, ոնց Մոսկվայում Զաչումարի տարան գնաց Ալբանիա մյատենդեն, Զաչումարի տարը գնաց Ալիևի տակը, պարկելա, բայց իրականում ուրիշ բաներ ա եղել, ավելի հետաքրքիր բաներ։ Պարզա, այս ամբողջի հետ մեկտեղ ուզում եմ ասել նաև
Նիկոլայև թեմի ժամավճար հանդիպում գումարով Ձինուլիկը, որին բերեցին դրեցին Էջմիածնի քաղաքապետ, հանդիպում գումարով ժամով հանդիպում սեքս ծառայություն առաջարկող Դինուլիկը, եկավ Էջմիածին, մի հատ իրապես հոգնած տղա վերցեց իրան, ամուսնացավ, բնականաբար շայի խաթեր վերցրեցին այդ արանքը դու ասա աներոջը ինչ ասես փողեր արին հիմա էլ ուզում է դուրս գա մարդիկ խփեցին բա խելքը տենց թողում դուրս գա դատական գործ չեք հարուցում բենզակալոնքի համար դատական գործ չեք հարուցում քաղաքապետարանից միանավակ փող տալով արտոնության գազա լցակայան տալով հետո մարդիկ կրակելով չեք դրա համար բանանում բա հոգևոր ղեկավար ուրիշ վաղ տնի քելնս հետևդ կճղես կասես ես եմ այս ազգի Գարեգին B կամ մյուս Արարատյան թեմի առաջնորդ Նավասար, Գողագան, բա կհելնեք կճղեք, բա չասեք ես ինչ եք անարգում Սուրբ քաղաքը, ով է տեսես Սուրբ քաղաքի քաղաքապետ դնել հանդիպում գումարով մարմնավաճառին։ Չէ կարեք, չի ասեք, խի չասիկ, որտեվ ձեր հետևն էլ է կեղտոտ։ Նույն այդ մարմնավաճառները Պոլնի լծված են Գարեգին B-ի մոտ։ Անունները չտամ, հանձինես սուտ աստղերի մեռած սիլիկոնային 50 վիրահատվածների։ Բա խոսացեք ում եք պետք, հազիվ էթաս Պուտինին պաչես, պաչպչվես ես իմ ինչեր անես, սատանի մեդալը խփեն դոշիտ գազ։ Բա մի հատ հելներ Կիրիլին դեմ խոսա այդ Գարեգին B, բա ախպերդ Եզրասը Կիրիլի ուրիշ վաղ տնի հայերին Կիրիլի Եզրասը տանուն փուրնա տալիս կագեբեին զանգումաս մեկ եք հայերին բռնեք տարեք բա ինչի է կտեց $80,000 էիր ուզում Վոլգոգրադի հայ համայնքի եկեղեցու խաչը օրնելու համար բա խի տենց եղավ այստա դու էլ ես փայ դրա համար չես է կարող ձեն հանես Այս սրանցից պիտի Հայաստանը ազատվի, Պետրոս Գետադարձել, հերթական Դավիթ Տանյել, հայ ազգի դավաճաններ չպիտի լինեն, սրանք բոլորը պիտի դատվեն։ Այսքանից հետո կարող եմ ասնել մյուս հարցին, որ Ալիևի հետ գնաց Նիկոլը մտավ տակը, թե հակառակը երկուսով մտան Եվրոպայի տակը, ամենայն դեպս երկուսն իրար քույր են, քույրիկ կոմիկների քույր են ես իմ ԼԳՏԲ, իրական պատմությունը ինչ ա եղավ, որ Ադրբեջանի ներկայացուցիչը էլ ասում է, ես իմ ով է նախարարը, ինչ ոչի լա, մա Հայաստանի գերբը, բանա, նվաճողական գերբ է, օտար կողքի երկրների հանդեպ տարածքային ամբողջականություն ունի։ Ուրեմն Հայաստանի գերբի վրա խոսացող ադրբեջանցուն տոն տվողը դա ոչ թե թուրք է, այլ թուրքի արտաթորանք է։ Պարզա, ոնց ուզում եք գցեք բռնեք, ով որ սայից հետո փորձի ինձ ասել ինչ ես հայում, գնացեք ձեր ազգային ժողովը նայեք ձեր ընտրած, որ տակերը լմլմցել եք, թե Քոչարյան Լովգին, որ տղա չեղած քրֆեց փախավ, թե Արսեն Թորոսյանին, որ ընդհանրապես մարդ չեղած բիժված կա։ Ու մնացած բոլորին ինձ ոչ մի բան մի ասեք։ Ես իրանց բառերը չեմ ասում։ Ես ամբողջից հետո բանը ասում եմ պետք է փոխվի։ Հիմա եթե հանգարց Հայաստանում որևէ մեկը բնականաբար սկսելու են այս թեմայով խոսալ, հասկանում եք սրանց ուզածը Հայաստան վերացնելն է, բայց չի ստացվելու, քանի որ նրանք ուղիղ կատարում են Ռուսաստանի հրամանը։ Այս տարածքում բացի Ռուսաստանից ոչ մեկ չի ուզում Հայաստանը վերանա։ Միայն Ռուսաստանը, ես հիմա կբացատրեմ։ Ինչի։ Թուրքիային Հայաստանը թքած ունի Թուրքիան կվերանա, թե չէ, ինքը թքած ունի այդ հարցի վրա, ինքը շատ խնդիրներ ունի։ Հայաստանի վերացումը իրեն թույլ չի տալու մյուս հարցերում Ադրբեջանի կամ մյուսի վրա իշխելու։ Դրա համար Հայաստանի վերացումը Եվրոպայում իրան շատ մեծ փեդի են քաշել ու քաշում են։ Էնպես որ Հայաստանի վերացումը իրեն ձեռով չի Ադրբեջանը նույնպես հարվածի տակ է գնաց Ալբանիա թուրքական երկիր փնթիների մոտ թողեց հետեկավ ներկայացնում են եսի ինչ չի ստացվելու ժողովուրդ Հայաստանը չի վերանալու հետո որ երազում է այդ ձեր դուք երազախապ եք լինելու ձեր շալվարի մեջ չկա տենց բան ձեր պյուծին պապայով գոմիկ դուք գոմիկ ձեր պապաները գոմիկ ձեր տերերը գոմիկ դուք ինքներդ է այդ է ձեր արածը թե կլինի Պուտինին ենթակա բոլոր Հայաստանի ղեկավարներ եւ նրանց թիմակիցներ Ասենք հաջորդ հարցին թքեց Պուտինը Էրդողանի վրա, տեսեք։ Ու պատահաբար չի որ Լավրովը հելելա դերասանություն անում, թե Օսմանյան կայսրությունը ամենամեծ վնասը տվել է հայերին, սրանք այդ մի ապուշ խոսքը։ Վայ, Քոչան ենք տպում են, տեսա Լավրովը խոսած, ուրեմն Քոչան եւ մնացած մարմնավաճառների թիմ։ Բոլորդ, որտեղ մենք տեսանք ոնց եք վաճառում, մեր եք քրվում ու փախնում եք, չեք մնում ծեծեք կամ մյուսները։ Հայաստանը ոչ մի անգամ չի լինելու փնթի երկրների շարքման առարկա, որ Լավրովը ամենամեծ սխալը Լավրով դու ես, որ քո մաման, ջհուդ մաման, մինչև հորը տառնելը 100-ատ տղամարդու հետ է ֆռացել։ Եղավ դրա համար դու տենց վիժված երկար գլխով, թուրքի գլխով, պոլոզ աշկերը շաշ ջուդ ես ծնվել։
Այ դրա համար, որ ամբողջ կյանքումդ քո Ղարախանյան ազգանունը չես ուզում բռեդ վերցնես։ Ունես որ քո խոսալը հայազգի համար մեկ թշնամություն է։ Ու որևէ մեկը որ Կիսլավ Լավրովի ասած ինքը Հայաստանի համար մեկ թշնամին է։ Այս ամբողջի հետ մեկտեղ թքին Թուրքիայի վրին, որը կա V30-ին, որը կազմակերպել էր իբր թե կազմակերպել էր բան հանդիպում։ Հա Ուկրաինայի հետ բանակցության բռնեցին Մոսկվա, եսին որ էշին գրքին, այդ էշին մարդիկ չէին է ճանաչում։ Իսկ պատերազմը շարունակվում է ու ավելի ուժեղա շարունակվելու, որտեղ եվրոպական երկրները հսկայական քանակությամբ փող են դրել զենքի մեջ, ու զենքը արտադրվում է ուղարկվելու է Ուկրաինա, հատկապես Գերմանիա։ Ուզում եմ մեկ մի բան անդրադառնամ, արանքը թրցրեցի, այն Հայաստանի սպանությունը 3 հանցագործ աղբերով, որ են տղուն ծեծելով սպանել են 15 օր կոմա, դատավճիռ ինչ են արել։ Երեքին ինչի չեն դատել, մինչև դրա մեծ աղբերը մարդասպան է, գոջոյի երեխեքը ինչ-որ։ Մարդասպանը հերը դատական գործը վրենա վերցրել, հիմի բերդում փդում է։ Հիմա այդ 3-ից ոնց որ մեկին փախցնում են, ինչպես ասված ծանողը, նաև ոստիկաններն են ուզում ջրեն այդ, հա, ոստիկաններ դուք հասկանում եք, դուք ձեր փողի խաթեր ուզում եք մարդասպանին թողեք դուսը, վաղը ձեզ ասպանելու, այս Մղճանի գյուղի դեպքի պես ձեր երեխուն են կապելու թմրադեղը զորով թմրանյութ են տալու այնքան որ կախվածություն լինի գատանից փող կողանա։ Ուրեմն չխոտկա Ժաննա Անդրեսյան, սիֆիլիսի վարդերը վրեն, մազերը կեղտոտ, ոնց որ միշտ ասում են նախարարությունից ելնողները զզվում են քեզ տեսնել, այ ոչիլ, այ ոչ լոտ, պետո, խոս պետոյի, դե խոս պետոյի կնիկա չալաղաջ ուտումա, յուղը չալաղաջի քսումա կնգա մազերին, դրա համար է այդենց ոչ լոտ սիֆիլիս իրականիկնա, ոչ լոտ սիֆիլիս ինքնա։ Ասմա շատ անհանգստացած եմ այդ դեպքով, նախարար եկել ես ատամները ծամելով Սրբուի Գայլյան դողոշերը բացել էի ծամոնում Նիկոլեի պահում Արփինե Սարգսյան ունքերը պիրոյի նման հելել ես Հայաստանում ես պրոֆեսիոնալ եմ էս ինչ սպանություններ է էս ինչ է կատարում դպրոցում բարձր դասանցիները բռնում են ցածր դասանի տղուն ծևերը կապում են այնքան դեղ են անում վերջը կախվածություն ալում տնից փողակողանում Բայց ինչ պետք է անեք տնօրենը խիստ անհանգստացած է խիստ չէ պետք է այդ բարձր դասանցիներին տանեք փագեք ամբողջ սատ կծնեք որ ասեն ով է դեղ տվե ու այդ փոքր երեխունը ձեր հաշվին բուժեք հետո էլ ասում եք սենց չի նում Մղճանի գյուղ ինչ ես տենց աշկի երգնում ամենալավ դպրոցն է վայ ինչի ամենալավը չի այդ ինչ այլասերվածություն ա տիրում ձեր գյուղում Հետո էլ ասում եք սենց չի նենցա ոնց կարելի է երեխուն բռնել ու այդ երեխեք չտանել կորցնել այդ բարձր դասանցին ուղղակի կորցնել պետք է կորցնեն դրանց ինչա բարիկություն են անում հələ անչափահաս հասակում զորով երեխեքին փչացնում են ուրիշի Այս sense է կանում օրենքը չի աշխատում, որ հետո մարդը զենք ավերցնում սկսում է գնդակարել, ասում եք հոպ էսի հանցագործա մարդ սպանեց։ Բայց նախարարը իր տեղում չի, ունքերը sense արած էշեշ գնում է։ Բերդի պետը մարդ կերած խոզի պես ման է գալիս։ Արդարադատության նախարար ծամանը քսած այսի շտախուր տեղա ազգային ժողովը մորը սարել։ Եվ մնացած Աննա Վարդապետյանը յակա չկա ինչ ասում են ջրում ասում են տես բան չկա Գիտես ինչ է ասենց լում որտեվ Նիկոլը հասկանալու որ տղեկը կանան ինչ որտեղ պատասխան տան հələ արգիշտին է պետք է դատական գործի տանեն այդքան կեղտերի համար Արցախը հանձնելու փողերը փախցնելու Նիկոլի համար ամեն ինչը գնալու եթե չասեմ որ սեպտեմբերից հետո խփոցիներ է գնալու ֆիզիկական դիակներ ալնելու այս խոսքս հիշեք դիակներ մի քանի տասնյակ պետական եւ ոչ պետական պաշտոնյաների բիզնեսմենների ովքեր հետները կապված են այս խոսքս հիշեք ես ռեալ բան եմ ասում ձեզ դիակներ ալնելու տեսեք ինչ ասում եմ լում է հետո սեպտեմբերից հետո տեսեք ինչ է կատարում բա այսքան գործ է կարարա նախարար եք աշխատում ո՞նց կարա տենց բան լինի ոստիկանը ինչի պիտի օգնություն տա նախաքննական մարմինը ավարտել է երկու հոգու հանդեպ է դատավճիռ կայացրել իմիջիալոց նոր եմ նայեք գրեք որ չէ տենց չի թերթը երկու հոգու հանդեպ բա երրորդ ուրա երրորդ աղբոր ինչի փախցրիք 3 հոգով են ծեծես սպան այդ տղուն դաժանաբար, երրորդ աղբոր ինչի հանրանքից փախցրիք։ Մեկից ավել արդեն խմբակային է, երրորդին ինչ եք փախցնում, երկրորդին ասելու եք կողքից անայ, որ մեկը վրան վերցնի մենակով նստի, հա։ Հետո այն երկուսը մի հոգու էլ սպանեն, հա, միած սպանության համար հերն անստե մեծ աղբոր, միած սպանության համար 3 հոգի են, հերը բերդում է, 3-ից 2 կամ 1-ին նստստեք, երկուսը դուսը մինչև սպանեն։ Դուք Թուրքիա եք ծառան ոստիկաններ։
Ես ամաչում եմ, դուք չեք ամաչում հաց ուտելու։ Դուք ձեզանից չեք ամաչում։ Դուք որ տուն եք մտնում, ձեր երեխեքի աչքերի մեջ որ նայում եք, ինչ եք ասում։ Դուք չեք հասկանում, որ դուք վնաս եք տալիս ձեր երեխուն, վաղը ձեր երեխուն անելու։ Ու տենց էլ լելու է ձեր կնոջը։ Փողոցում մոտենալու են որ թարսներ, ձեր կնոջն են ձեր կծելու, հենց մուննաթ եկավ դանակով խփեն կամ զենքով անեն կրակեն։ Ուլնելու է դա։ Այս բոլորիդ է վերաբերում։ Բոլորիդ տուն մտնելու է ձեր արածը, այն որ ասում է քո արածը քո դեմ աշխատում, բոլոր ոստիկանների եւ մնացածի արածը ձեր դեմ աշխատել։ Խայտարակություն համար փորձում ես մի հատ բան նայես հետաքրքիր բան, տեսնում ես Հայաստանում խայտարակություն։ Անցնենք վերջին մասին, ես չեմ ուզում երկարացնել, որովհետեւ սա ամենաապուշ բաներից մեկն է։ Անցնենք պատմական մասին, որ ես ուզում եմ ներկայացնեմ հայկական ազատագրական շարժման շարունակությունը, որը միշտ այսպես թևանցել են հայերին։ Կիլիկյան պրծավ, վերջ Հայաստան չի եղել, սուպը։ Կիլիկյան վերջանալուց հետո Հայաստանը միանգամից չի վերջացել։ Նախ ամբողջ Կիլիկյան 1375 թվականին վերանալուց հետո դեռ Կիլիկիայում Թորոս իշխանի սերունդները շարունակել են մինչև 1450-60 թվականներ իշխել։ 1514-ից 1517 թվականների մահացել է վերջի Լուսինյան դինաստիային, արդեն Կիպրոսից գնացել դեպի Վենետիկ։ Այսինքն ընդամենը մոտապես 20 տարի հետո Ստեփան Սալմաստեցին արդեն տեսնելով որ Հայաստանը վերացել է 1547 թվականին Ստեփան Սալմաստեցին ժողով արեց եկեղեցին եւ եկեղեցին իր վրա վերցրեց։ Այն մարդ եկեղեցին էր, որ հելնում էին հոգեվորականները, գնում էին աշխարհ, խնդրում էին էս այն անում, որ Հայաստանին օգուտ լինի։ Ոչ թե այսօրվա եկեղեցու պես, որ քաձերի հետ կայֆավատ վրեն նստած ելնի երեսին, ինքը կրպակ խանութների ցանց, զով խանութների ցանց, սև շուն, աշտարակ կա, տեսիչ կա, կայֆավատ ելնեն, հելերեն իրար խփեն, հələ մի բան է պարքևին արդարացնեն, թռնեն են այդ ռաբիզների հետ կայֆավատ անի, թե օպերայում էլ չասեն, որ Հայաստանում բիզնեսների համար իրար են փիդրել։ Զորով շուն են հաճեցնում։ Ու այս ժամանակաշրջանում Վենետիկ են գնում եւ այլն, եւ Պողոս 3-րդ պապին խնդրում են որ հայերին օգնի, բայց եվրոպական երկրները հիմնականում հոգեվորականները պապի ենթակա, ոնց որ հիմա է պապը լրբի վիժվածքի տղա, նույնն էլ այն ժամանակ ա եղել վիժվածքի տղա, միշտ ասել է կրոնը փոխեք, չէ, կրոնը փոխեք։ Ու առաջի Կիլիկիայի ունիտորները եւ հակաունիտորները, այսինքն նրանք ովքեր համաձայնվեցին դեռ Կիլիկիայի ժամանակ կրոնը փոխեն, դրանց ավելի շատ ջարդին է Հայաստանում։ Այնպես որ կրոնափոխ լինելը կաթոլիկ կամ բողոքական դառնալը չէր փրկում, դրանց ջարդեցին ավելի շատ։ Այսինքն այս այլասերվածությունը հայերի հանդեպ սկսվել էր հենց պապի ջուդական տեսակներից, միշտ որ ջուդա եղել, փնտի ու ոչ լոտ։ Ու այս ամբողջից հետո սկսում են արդեն հայկական Մուրադ Բաղիշեցին 1669 թվականին Գերմանիա գալիս են Սրբազան միությանն են աջակցում, իմիջիալոց Հովանես Թութունջին Սրբազան լիգայի հիմնադրման հիմնական աղբյուրն ու գաղափարախոսությունը եղել է Հովանես Թութունջիինը։ Մեր հոգևորականներից, որ Ավստրիան, Ռեշպոսպոլիտան, Ռուսաստանը, Վենետիկի Հանրապետությունը եւ Մալտան միացրել է, քանի որ Վենետիկի Հանրապետությունը արդեն Կիպրոսը կորցնելուց հետո Սրբազան միությունը ճիշտ է առաջի անգամ 1590-1580 թվականներին Կիպրոսը կորցնելուց հետո վերջնականապես, բայց ջարդեց թուրքական բանակը նավատորմը չեղավ ծովում հզորը։ Ճիշտ սկսվեց շարունակությունը եւ Օսմանյան կայսրության, Օսմանյան ավելի ճիշտ, կայսրության տարածքի քրիստոնյաները պարբերաբար անում էին հեղափոխություններ, հեղաշրջումներ, ապստամբություններ, որին քիչ-քիչ սկսեցին եվրոպացիները օգնել, ինչի։ Եվ ճանապարհները բացելուց հետո Ամերիկա պետք էր, որ տարածքը մաքրեն, որտեղ առևտուրը կանգնել էր։ Թուրքերը միլիարդների 100 տեղ հերոսակախմբեր էին դնում, եվրոպական ասենք որևէ մի ճանապարհ բան առևտրական գնում էր Թուրքիայի տարածքով 100 տեղ հերոսական խմբերը թալանում էին։ Դա էլ առաջացավ այն բարդույթը, որ սրանք սկսեցին մտածել ոչ թե Հայաստանի մասին, այլ Օսմանյան կայսրությանը խեղդելու մասին։ Եվ որ 1683 թվականին Վիեննայի պատերազմից հետո ելի եմ կրկնում, որ Ռեշպոսպոլիտայում հայկական գունդը եկավ հայկական Գրիգոր Լուսավորիչ դրոշներով, Օսմանյան կայսրության հրետանավորները հային տեսնելով Գրիգոր Լուսավորիչը չկրակեցին եւ խայտարակ պարտություն ունեցավ թուրքական բանակը, հետո պայմանագիր կնքեցին Կարլովեցի պայմանագրով արդեն 1699 թվականին Ռուսաստանը ստացավ Ազովը, առաջի անգամ դուրս եկավ դեպի ծով, ճիշտ Ազովը թույլ էր, բայց էլի ծով էր 13 մետր է խորությունը, այն ժամանակվան ավելի հիմիկվա պես հասկաչ էին։ Իսկ Ավստրիան ստացավ Հունգարիան եւ
Տրանսիլվանիան, Անդերսիլվանիան գետի, իսկ Դալմատյան կղզիները անցավ Վենետիկին, այսինքն Վենետիկը կարողացավ այդտեղ առաջ գնալ, բնականաբար Մալթյան ասպետական ուխտը, նրանց միացել էին նաև գոսպիտալիերները, այսինքն այս բոլոր թրի տաճարականները եւ այլն ջարդեցին Օսմանյան կայսրության։ Եվ այսպես քիչ-քիչ առաջ գալով, հետագայում արդեն պատերազմները, որ տեսան, որ Թուրքիան եվրոպական զենք չունի, միայն աչքի անգնում է Յենիչերիներով անկապ, սկսեցին ջարդել, հատկապես ամենաշատ ջարդը տվեցին սկզբնական շրջանում Ռեջպոսպոլիտան, որ թուրքերը հասել էին արդեն Կրակով այսօրվա Լեհաստան, բերեցին, հասցրեցին Սև ծովի ափ, նրանց հետ մեկտեղ Ավստրիան եւ Ռուսաստանը հետագայում սկսան իրար ուտել թուրքերի Օսմանյան կայսրության տարածքի համար։ Սա թողնենք եւ գնում ենք հայկական հարցին։ Հայկական հարցի համար շատ մեծ գործողություն կատարեց նաեւ եկեղեցի մնացած ժամանակաշրջաններում։ Նույնիսկ 1678 թվականին, 78-77 թվականներին համաձայնեցել են եվրոպացիների հետ օգնել վրաց թագավորին Գեորգի 12-րդին, որպեսզի միասին զորք մտցնեն Հայաստանում միանգամից ապստամբություն ալինելու ծրագիրը շատ հոյակապ էր։ Այսպես էր պայմանավորված. վրացիները եթե 16000 զորք մտցնեն, Հայաստան Մուշվան կողմերից միայն 40000 զինվոր դուրս կգա։ Էլ չասեմ, որ այս բոլոր գործողություններին հիանալի օգնություն ցույց տվեց հայ ազգի նշանավոր զավակ Իսրայել Օրին, որը անգեղակոթի ժողովից հետո մինչև այդ եկել էր Եվրոպա, համոզել էր Պֆալցի Կուրֆյուրստին, Գահանտիր իշխանին Վիլելմին, որ ինքը զորք բերի, իսկ այդ ժամանակ Պֆալցը, ես այն օրը ցույց տվեցի գերմանական հողերը, Պֆալցը այսօրվա դրությամբ 10-18000 քառակուսի է, երկիր է, ժողովուրդ ջան, այդպես չէր Եվրոպայում։ Ամեն մեկը պայմանագրային այդ քաղաքպետությունների հետ ունեն։ Եվ Պֆալցը նենց պայմանագրով ուներ իրարից 300-400 կիլոմետր, 500 կիլոմետր հեռու քաղաքներ, քաղաքպետություններ, որոնք անմիջապես Օսմանյան կայսրության սահմաններին էին։ Պարզա Բալկաններում եւ այդ քաղաքների խաթերը Պֆալցը շատ հետաքրքրված էր պատերազմի։ Եվ ներկայացվեց Իսրայել Օրին հետագայում ներկայացվեց Պֆալցյան ծրագիր, որում մանրամասը գրում էր, որ մարզում, այս մասին մենք չգիտեմ գիտեք թե չէ, պատմությունից ասում է, Գանձակից դուրս կգա այսքան հայ զինվոր, այսքանը կօգնեն Երևանից, այսքան մարդ կանենք, ապստամբենք այս գյուղերով հաթաթ գրում է, որտեղ ինչքան հայ կան։ Բայց ինչ է կատարվում։ Եվրոպան, որ ընկնում է իր խաղերով Ռուսաստանը Պյոտրը որոշում է հարավ կա, բնականաբար բոլորի ուղղությունը փոխվում է դեպի հարավ։ Դեպի Ռուսաստան, որպեսզի Ռուսաստանը կարողանա կբառնանի, որ Իսրայել Օրին նույնիսկ հանդիպում է եւ ոչ օրնվեց սա, որ այդ ջհուդ Պյոտրին հանդիպեց Իսրայել Օրին եւ Հայաստանի ճակատագիրը խախտվեց, հայ Իսրայել Օրին սպանում են, բնականաբար պարսիկները թույնում են իմանալով անկեղակոթի ժողովը եւ ռուսական զորքերը Պյոտրի 1722 թվականին Կասպյան արշավանքի ժամանակ ամբողջ Կասպից ծովի ավազանը գրավում են, բայց Հայաստան չեն մտնում։ Հայկական զորքերի մի մասը Արցախից գնում են Միանամբուր կան, տանում են բոլորին սարքում են ռուսացրած արդեն 1801 թվականից բերում են Վրաստան, հետագայում Հայաստան։ Բայց մենք ունենք շատ նաև նշանավոր հայեր, ունենք հզոր փողատերեր, որոնք հայերի մասին մտածեցին, Հնդկաստանից Շամիր Շամիրյան, Մովսես Բաղրամյան եւ մի շարք հայեր եկան բացի գրքեր տպելուց եկան միացան եվրոպական երկրների օգնությամբ, որպեսզի հարց լուծեն, իսկ Անգլիայում ներկայացած հայ հարուստների միությունը, տեսեք, այս մասին չի խոսվում։ Ես հանել եմ փաստաթուղթը հարուստների միությունը, ովքեր Հնդկաստանից են եւ Ինդոնեզիայից, Անգլիան համաձայնվել է հայերին օգնություն ցույց տա կռվի ժամանակ։ Հաշվի առնելով իրեն գործողությունները Անգլիան սկսեց Ֆրանսիայի նման, Ֆրանսիան էլ Սրբազան պատերազմի հետագա ղեկավարներ, որտեղից սկսեցին, դե թե վերցնենք Թուրքիայի սահմանը սկսում էր Օսմանյան կայսրության Եվրոպայից Կրետե կղզի Սիցիլիա, բնականաբար ջարդելով պիտի գային։ Սկսեցին իրար մեջ բաժանելով գալ դեպի Հայաստանի կողմ, բայց որ Ռուսաստանը աշխարհագրորեն ավելի մոտիկ էր Հայաստանին, Ռուսաստանը ավելի շուտ հասավ հայկական հողերին։ Պարզա Ռուսաստանը Հայաստանից հեռու է ուղիղ գծով 89 կիլոմետր ժողովուրդ ջան, ուղիղ գծով Վրաստանի վրայով։ Դրա համար իրեն հասնելը ավելի հեշտ է, քան Ֆրանսիան, որը գտնվում է 4800-5000 կիլոմետր հեռու, Մեծ Բրիտանիան 7000, Գերմանիան Պֆալցը ասենք 4800։ Պարզը նրանք գրավելով այսպես գալիս են, դրա համար Բալկանյան երկրների ազատագրումը սկսվեց տեղի ժողովուրդների շարունակությամբ, Ֆրանսիան հիմնականում մխրճվեց Աֆրիկայի մեջ, Իմիջայլոց հայոց մեր հոգևորականները այնքան բարձր էին, նրանց այնքան էին հարգում, որ նրանց բոլորի հետ համաձայնվեցին կռվի, նույնիսկ ասեցին Եթովպիայի այն ժամանակվա կայսրին խնդրեցին, որ իրենք էլ շարժվեն, Եթովպիայի կայսրը
ընթառաջելով հայերին ինք իր սահմանները բարձրացրեց դեպի Եգիպտոսի կողմ, ահագին տեղ Եգիպտոսից վերցրեց եւ արաբական թերակղզուց, որը Եմենի տարածքը եւ այլն, որը նույնպես մոտենում էր ավելի Հայաստանին, բայց քանի որ այն երկրները, որոնք հզոր էին Հայաստանից շատ հեռու էին, Ռուսաստանը առաջին եկավ ու ուղեղային փոփոխությունը մտցվեց, որ ռուսը քրիստոնյա ու մեր հետ է, սա էլ կործանեց մեր ազգին, հարգելիներս, հասկանում եք, չէ՞։ Իսկ Պյոտրի դավաճանության մնացածի մասին ես պատմել եմ, եթե պետք լինի, մանրամասն մեկ այլ անգամ կպատմեմ, ինչու այսպես ստացվեց, ինչի սարքեցին հայի գլխին ու մինչև այսօր է սարքում են։ Հաղորդումը կավարտեմ հետևյալ կերպ. ովքեր ցանկանում են, որ Հայաստանը դառնա միօթենական հանրապետություն, նրանք հայ ազգի համար մեկ թշնամին են, քանի որ Ռուսաստանի մեջ Հայաստանը երկրորդ անգամ մտնելուց կկորցնի իրեն, մաքսիմում կդառնա Ալթայի մարզ, որտեղ ընդհանրապես ալթայցի չկա, 60,000 մարդ ապրում, կամ կդառնա Կարակալպակիա, որտեղ ապրողների քանակը եսին բոլորին բերդ են գցել ուզբեկները, կամ կդառնա Կալմիկյան հանրապետություն, որտեղ բնակիչները չգիտեն իրենք ով են, ամենաշատ զոհը այս պատերազմին իրենք են տվել։ Մեզ պետք չի Ռուսաստանի մեջ մտնել։ Մենք Ռուսաստանի մեջ եղել ենք բոլոր համաշխարհայիններին, ամենաշատ զոհը մենք ենք տվել։ Կամավոր իբր թե կամավոր ասելով սուտ խափին մտցրին, 15 թվի եղեռնը թո չթողեն լիներ։ Իրենք էլ օժանդակեցին թուրքերին։ Լավ, եղեռնը անցան Խորհրդային միությունը, ինչի Հայաստանի բնակչության 38%-ը մասնակցեց պատերազմին, Ադրբեջանի բնակչության 5%։ Հարց, ու ինչի 38%-ի 12, 15, 20%-ը կոտորվեց, եթե ոչ ավելը։ Մեզ 300,000 են ասում 600,000-ից, իսկ կարող է 370,000 եղել, ով է ճիշտ է, կամ 400։ Ոչ մեկ, խորհրդային թվերով ենք մենք նայում։ Պարզանեց, որ ով փորձում է Ռուսաստանի, ոնց է ասում, դուդուկի տակ ապարել, թող ինքը գնա իր ընտանիքով ապարի։ Մենք ցանկություն չունենք ոչ Եվրոպայի դուդուկի տակ, ոչ Ռուսաստանի, ոչ Աֆրիկայի, ոչ Թուրքիայի։ Մեր համար գլխավորը Հայաստանի անկախությունը պետական սուբյեկտ լինելը, որ հաշվի նստեն, ոչ թե Նիկոլի պես տանեն հետևները նստացնեն, թքեն վրեն, ես իմ ինչ ասես անեն վրեն, կաստեղ իրան ուզելա լավը զգա, այդ մանթոյից ելնելով ստից կռիվներ սարքի, որ իր թիմի դեբիլներին է, որ հացա տվե ուտելու, նարկաման շաշ, որդեից անելա ջուդի, հերը հղի ժամանակ այնքանա մոր գլխին տվե, երեխու աշկերը շաշ է եղել, դրանց բերի դնի պաշտոնի, որ հայերի վրան իշխեն։ Ինչ ունի սկիզբ, հարգելիներս, այն ունի վերջ, հիշեք։ Դինոզավրերը վերացան, որտեղ ոչ մեկին չէին հանդուրժում։ Կայսրությունները վերացան, որտեղ ոչ մեկին չէին հանդուրժում։ Ոչ մեկ չէր կարող ասել, որ անգլիական կայսրությունը կվերանա։ Ոչ մեկ չէր կարող ասել, որ պորտուգալական կայսրությունը կվերանա։ Տիգրան Մեծի կայսրությունը այն ժամանակում ասեր կծիծաղային։ Չինգիզ խանի մյուսի։ Այնպես որ ամեն ինչ գալու ենք իր տեղը։ Իսկ այն անասունները, ովքեր Հայաստանում փոստի են, նրանք իրենց գերեզմանն են փորում հատուկ նրա համար ծառայելով թուրքի լամուկին։ Այն անասուն նախարարը, որ ասում է համբերեք փոխնախարարը հայ ազգու ուժեղա կդիմանա կրակոցներին, ներվերից ուժեղա։ Դե քո քյաչալը տանելու ենք հանձնենք թուրքերին, որ քյաչալիցը հանեն փոստ դղոլ սարքեն, հետևով է կֆռած թուրքերը շատ են սիրում հետև։ Քեզ օգտագործեն, այ անասուն թլիկի լրբի տղա։ Սա վերաբերում է պաշտպանության փոխնախարարին։ Այսքանով ավարտում եմ հաղորդումը, մաղթում եմ հայ ազգին հաջողություն ու հայ ազգի թշնամիների ջախջախում, ներքին եւ արտաքին։ Դրա համար բերեք բարեմաղթանք ուղարկենք առ երկինք։ Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին եւ արտաքին թշնամիներին, հատկապես ներքինի, որտեղ տականք են, զզվելի են, այլասերված են։ Ես ամեն ինչի տակ կմտնեն մենակ հայ ազգին վնաս տան։ Աստված թող արժանի պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, Մուշում, Վանում, Սասունում, Բաբերդում, Կիլիկիայում, Անգորայում, Կարինում եւ Պոլսում։ Ամեն։